Գիտեք ինչ էր արել Նիկոլը վարպետ է, հա, այսպիսի ուրեմն խժդժություններ առաջացնելու եւ նա այս անգամ որոշել էր կրակից շագանակները հանել ուրիշի ձեռքերով։ Ինքը, այո, եսի նկատի ունեմ տիրադավներին եւ նաեւ այս մարդկանց այս արարածներին, որոնց ինքը մեջտեղ է գցել եւ ցանկացած պահի ինքը դեն է շպրտելու սրանց եւ եթե պետք լինի ամենադաժան ձևով սրանց նրանց այո կամ էլ այն տղան հա որ կարկալույց եղավ հա Հիմա ինչ է, հա, մի երկու ինչ-որ բան են դրել, հա, թիկնապահ են դրել, չգիտեմ արդեն այդ թիկնապահները կան, չկան, արդեն պետք չի, են ոնց էր են տղան իրան զգում, հա, արդեն երևի իրեն կաթողիկոս էր զգում, ինչ էր անում, սրանք բոլորը գիտեք զարմանալի բան է, չեն տեսնում, որ ով է իրենց դեմ կանգնած, ոնց կարելի է հենվել Նիկոլի նման հատկություններ ունեցող մարդու վրա հավատալ խոստումներին Գազերը ստացվեցին, ասումը, որ թույլ չտվեցին տիրադավները, գործողությունը տեղի իրացնել, եւ այսպես գազերով փախան իրենք, այնտեղ Կճոյան կլինի, Վազգեն Միրզախանյան կլինի, Գևորգ կլինի, Անուշավան կլինի, ինչ ուզում լինի, այսպես հատուկ ջոկատը իրենց պաշտպանելով լցրեց գազերը, մի գազերի բան։ Այո, լցրեց, լավ բառ եք ասում։ Ուտես ճամփեցին, հիմա իրենց ինչ ունեք ասել։ Եվ գիտեք շատ ամոթալի է, նաև ցավալի է այս տեսարանները տեսնելը, չէ՞ որ իրենք մեր եկեղեցու սպասավորներն են եղել այսպես թե այնպես։ Տեսեք, ես անկախ ինձնից անցյալով եմ խոսում, դեռևս կարկալույց չեն եղել, բայց այս մարդկանց մենք արդեն չենք կարող անցալել որպես մեր եկեղեցու ուրեմն բարձրաստիճան սպասավորներ։ Չենք կարող եւ վերջ, որովհետեւ իրենք, գիտեք, ես նույնիսկ երբեմն մտածում եմ, որ այս մարդիկ հավատ չունեն առ Աստված։ Իսկ ինչ դիրքորոշումներով են առաջնորդվում, իսկ ինչ նպատակներով, եթե իրենց թվում էր, որ ես չգիտեմ ինչ պատճառով իրենք այս քայլին դիմեցին, գնացին սեղմելու այդ արյունոտ ձեռքը, այնուամենայնիվ, եթե իրենք ինչ-որ թաքցնելու բաներ ունեն ժողովրդից, իրենք հաստատ ջրի երես է դուրս գալու, այն կոմպրոմանտները արդեն դուրս է գալ, այսինքն իրենք ստացան համ խայտառակությունը, համ նվաստացումը ու նաև այդ իրենց գաղտնիքները արդեն սկսում են բացվել եւ դեռ շատ են բացվելու, իրենք իմաստուն չեն, իրենց կերպարը հարիշ չէ եկեղեցու սպասավորի կերպարին եւ շատ ցավալի է բայց մյուս կողմից ես համամիտ եմ այն մտքի հետ որ ինչ որ պարզաջրվում է հա ինչու պիտի այս կարգի մարդիկ լինեին այ առաքելական եկեղեցում այն էլ բարձր ուրեմն աստիճաններ զբաղեցնող պիտի եկեղեցին մաքրվելու այո ինչ որ մի գործընթաց է սկսվել բայց իհարկե մենք իրավունք չունենք այսպես հանգիստ նստելու հիացմունքս նորից ժողովրդի խոնարհումս մեր եկեղեցու մեր քահանաների հա գիտեք ինչ մեր սկսած այսօր զնդանում գտնվող մեր ուրեմն arczepiskopos-ներից այնտեղ մենք նաև քահանա ունենք վերջացրած ահա մեր քահանայական դասով հիմնականով ուղղակի ուզում ես խոնարհվել այն կերպարի նկատմամբ որ իրենք ունեն այն տղամարդկային հայ մարդու գիտեք հենարան ես զգում թիկունք ես զգում իսկ այն ուժային կոչվածները գիտեք բացարձակապես ուժ իրենցից չի բխում եւ ինչ ուժային, եթե իրենց ուժը պատում է զոհվածների, ծնողների, իրենց իսկ ընտանիքների եւ զավակների համար պայքարող մարդկանց դեմ։ Այսպիսի աղավաղված իրականության մեջ ենք ապրում։ Ինչ հոգեվիճակում է ձեզ Նավասարդ Կճոյանը։ Հիմա նորից մենք մեր երթերներում կծես մասնագիտական գնահատականի խնդրեմ։ Հիմա այս մատուտեր կնայեք, նույն դեկտեմբերի 18-ին սա իր հայացքն է, լրագրողների հարցից փախչում է եւ իրենց գնացեցին Սուրգալե եկեղեցուց դուրս գալուց, խնդրեմ։ Գիտեք ինչ, մի այսպիսի արտահայտություն կա, ֆրանսիացիներն են ասում, լավ
այսպես դեմք ընդունես, հա, վատ իրավիճակի մեջ, bon mine mauvais jeu, այսինքն քո իրադրությունը շատ վատն է, բայց դու դեմքիդ նկարում ես այնպիսի արտահայտություններ, որ կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Այստեղ դեմքին մենք տեսնում ենք, ինչ տեսնում ենք ագրեսիա, տեսնում ենք թշնամանք, ոչ միայն լրագրողների, այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուրեմն համարձակվել են դեմ դուրս գալ իրենց։ Գիտեք, ինձ սա մարդ է, ով ամբողջ կյանքում իմ կարծիքով ունեցել է որոշակի ինքնահաստատում, այնպիսի ճանապարհներով, որոնց մասին այսօր ուրեմն արդեն բարձրաձայն ասվում է։ Ինքը սխալված մարդ է։ Ես համոզված եմ, որ եթե ինքը մնում է մեկուսի, ինքն իր հետ։ Ինքը հասկանում է, որ ինչպես գիտեք ինչ, ոչ թե տառապում է, էլի մի արտահայտություն հիշեմ, որ զգույշ աղվեսը երկու ոտքով ընկնում է թակարդը, սա թակարդը ընկած մարդու, որը չի ուզում դա ցույց տալ, հա, դեմքի արտահայտությունը պահված կա այնպիսին է, կարծես թե չի ուզում, բայց իրականությունը մնում է իրականություն, նա մեկն է նրանցից, ում այդպես հրելով գազել են մտցնում եւ ուրեմն փորձում են տանել, հանել այն միջավայրից, որը իրենց չի ընդունում, մեղմ ասած։ Իրենք ես կարծում եմ, որ իրենք երբ մեկուսի են կամ գուցե միասին լինելիս էլ դեռ այդ մասին չեն խոստովանում, իրանք հասկանում են, որ իրենք սխալ են թույլ տվել, բայց սա դեռ չի նշանակում, որ իրենք տառապանքներ ունեն եւ իրենք չեն խորանա իրենց սխալի մեջ։ Ընդհակառակը շատ մեծ է հնարավորությունը, որ երբ իրենք արդեն մի կարմիր գիծ անցել են, այստեղ արդեն իրենք կդիմեն ցանկացած քայլի, իրենց անձը, իրենց, չգիտեմ, դիրքը, կյանքը, հեռանկարները փրկելու համար, իրենց կերպարը փրկելու համար, իրենք իմ կարծիքով ամեն ինչի պատրաստ կլինեն։ Գիտեք, կա այսպիսի մի մեխանիզմ հոգեբանության մեջ ուսումնասիրված, կոչվում է ներքաշման մեխանիզմը։ Երբ դու առաջին մի քայլ կատարում ես, ինչ որ մի ուրեմն գործողության մեջ, որի մասին դու մտածել ես, ծանոթ հետև ես արել, արժի, չարժի, ճիշտ է, ճիշտ չի, մեծ մասամբ բարոյականության, արտարության դեմ ինչ որ մի բան ես արել, եթե դու արդեն առաջին քայլն արել ես, դու արդեն այնտեղ ես, դու արդեն հոգեպես ավելի շատ պատրաստ ես երկրորդ, երրորդ եւ հետագա քայլերն անելու, քան թե հետ քայլ անելու։ Ես չեմ կարծում, որ այս մարդիկ հետ քայլ կանեն, թեև մեծ հոգաբար մեր վեհափառ հայրապետը դեռևս նրանց տվել է այդ շանսը։ Անկեղծ ասած, որպես հայ մարդ, քրիստոնյա հայ, ես չեմ ուզում, որ նրանք վերադառնան։ Ես ուզում եմ, որ նրանցից մաքրվի մեր